Հիսուսյանով բոլոր կանենք ոտքի մեր ծառայությունը սկսենք Սաղմոս 34-ից։ Տիրոջը պիտի օրհնաբանեմ ամեն ժամանակ, նրա թառավանությունը միշտ իմ բերանում պիտի լինի։ Իմ անձը պիտի պարծենա Տիրոջով, խեղճերը պիտի լսեն եւ ուրախանան, ինձ հետ մեծարենք Տիրոջը, իրար հետ բարձրացնենք նրա անունը։ Ես դիմեցի Տիրոջը եւ նա պատասխան տվեց ինձ եւ իմ ամեն սարսափից ազատեց ինձ։ Նրան նայեցի եւ լուսավորվեցի եւ նրանց երեսը չպիտի ամաչի։ Այս աղքատն աղաղակեց եւ Տերը լսեց ու թրկեց նրանի բոլոր նեղություններից։ Տիրոջ հրեշտակը բանակ է դնում իրենից վախեցողների 4 կողմում եւ ազատում է նրանց։ Շաշակեցեք եւ տեսեք, որ Տերը քաղցր է։ Երանելի այն մարդը, որ ապավինել է նրան։ Վախեցեք Տիրոջից, ով նրա սրտն է, որովհետեւ նրանից վախեցողների համար ոչինչ չի պակասի։ Առույցի կորյունները կարիքի մեջ են եւ սոված, բայց Տիրոջ դիմողները ոչ մի բարիքի պակասություն չունեն։ Եկեք որդիներ, լսեցեք ինձ, ես Տիրոջ երկուղը կսովորեցնեմ ձեզ։ Ամեն։ Ամբողջ սրտով հարկ ենք ասում։ Ցնցացեք ապրելով Տիրոջ առջև։ Հալելույա։ Hallelujah.
ենք Տեր Հիսուս։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ձեր սրտերը բացեք Տիրոջ առաջ, ձեր աչքերը փակեք, կանչեք Տիրոջ սուրբ անունը, շնորհակալություն հայտնեք ամեն ինչի համար, բացված օրվա համար, ձեր ընտանիքների յուրաքանչյուրի համար, որ նա պահել է իր ծածկոցի տակ։ Տեր ջան, շնորհակալ եմ Տեր բացված օրվա համար, անսահման սիրո համար Տեր, քո երեսն ենք խնդրում Տեր ջան, օգնիր մեզ Տեր, զորացրու քո զավակներին Տեր ջան, մենք ամեն վայրկյան քո կարիք ունենք, դու ես մեր բարեխոսը Տեր Հիսուս, բարեխոսի Տեր, իմաստություն դու քո զավակի ոչը շեղվի, քո ճանապարհով Տեր, այլ միակ քո ետևից գան Տեր, այդ նեղը դժվար անցանելի ճանապարհով Տեր, եւ մենք հավատում ենք, որ այդ ճանապարհը տանում է դեպի հավիտենական կյանք, եւ մենք կված ենք քո սուրբ անունով Տեր, մենք ազատագրված ենք Հիսուս Քրիստոսի անունով, փառք քեզ Տեր Հիսուս, շնորհակալություն ենք հայտնում քեզ Տեր ջան, փառք քեզ, հալելույա։ Yeah.
անունով, երեխեքյան օրտնվածներ, իշտ ազգված ձեր, սրտում շուրթերում նոր երկ դնի, առավանցյան երկրպագությունը, միտով ներջան, տերը ձեզ էլ շատ օրտնի, Փառք Հիսուսին այսօրվա համար, մինչ խոսքին անցնելը, մի հատ կարճ աղոտ կուզենամ անեմ, բայց Ժորժյան, մի հատ աղոտ կունենանք մեր հիվանդացած քույր եղբայրների համար, ոնց որ մի հատ ալիքի պես սենց անցնի, հիմա չգիտեմ, վիրուսա, ինչա, աշխարհի լեզուն ինչ անուն ասես դնում է, բայց փաստենա, որ նկարացնում է, ջերմության մեջ են, ոսկրային ցավերա, չգիտեմ, օգտվում ենք մեր Տիրոջ ստացած բերքերից, իր թափած սուրբ այունից, հավատացողին ամեն բան կարելի է, մեր համար մեծ ու փոքր բան չկա, մի հատ մեծություն կա, ինքը Աստված է, իր անունը փառավորի, ուզեմ սրտած աղոտ քանի, ուզեմ նաև մի հատ Սուրբ Հոգու մխիթարություն ունի մեր հետիկախոր իր տանիքին մեր հետիկախոր մաման Ուկրաինայում են ննջելա երեք իմացա իշեր խոսած է տերեթով օրհնի մխիթարի ամեն դեպքում մեր ջանքն է սիրել մեր ապրողներից որ մանավանդ որ Տիրոջ մեջ ենք Աստծո խոսքի համաձայն որ ասում եք այսպես մարմին ունեցողից ոչ մի բան մի խնայի, ասենք իշքան էլ փորձեք գումարով, ոսկով, չգիտեմ, ուտելիքով իրանց պահեք, մեկ է, այդ ցուցակ եթմա կյանքի ավարտի ու ամեն բան վերջանում է, գրված է մեկ անգամ մարդուս համար մեռնել, որից հետո դատաստան, բայց ուզում եմ ձեր սրտի մեջ մի հատ այս պապակը լինի հատկապես ձեր հարազատների հետ էլ կապված, որոնց սիրում եք, դեր թող շատ օրհնի, այս Աստծո մի կաթիլ ջուրը հասցնենք, եթե ննջեն էլ Աստծո մեջ, Հիսուսի հետ, այ հաստատ կասենք, որ մեր կատարյալ մխիթարությունը այս դրան, մենք մարդիկս կռիվ չունենք տալու, արդեն ավետարանի խոսքը մեր հաստատությունն է, ճշմարտությունն է, փրկությունն է, բժշկությունն է, ամենի մեջ, համար հավատքով Աստծո խոսքով կանգնում ենք։ Այս աղոթքի մեջ կուզեմ այս պահը հիշես քո հարազատներին, բարեկամներին, այն մարդկանց, որոնց դու ճանաչում ես, Աստված ճանաչեցնել է տվել քեզ, ուղղակի փոքր հոգս վերցրա քո անձնական, ոչ թե ուրիշի ստիպելով, այլ դու քո մեջ վերցրա որպես մի պարտավորություն, հա, ոնց որ Պողոսը ասում է, գիտեք, ես պարտավոր եմ ավետարանը քարոզել, ասում հարկի պես դրված է վրա, որտեղ ինքը փրկվել էր այս ավետարանով, համար ինքը ասում ծառայելով, ուզում էր այս ջուրը հասցնել այդ ծառաված սրտին։ Դա կարող է լինել իր տան անդամը, հարազատը, բարեկամը, ինչքան էլ դուք իրան սիրեք, ձեր սիրելով իրանց չեք փրկի, բայց եթե Քրիստոսին տակ իրան կընդունեն, արդեն դա ձեր ապահովությունն ու հանգիստը կլինի։ Համաձայն եք, այդպես է Ժորժ ջան։ Դրա համար եկեք ոտքի կանգնենք, ուզեմ այս աղոթքը համբերենք։ Այդ նույն հիվանդությունը բռնելա նորից մեր շատ հարազատ թանկ, բարեկամ, հարևան, վերջապես մարդիկ, որոնց ճանաչում եք դուք, հանրապես բոլորի համար ուզեմ, բայց գոնե այս դաշտ ունենք ապրել, ձեր աչքի առաջին, ձեր սրտում աղոթք անենք, Տերս թող Սուրբ Հոգով Գախորս իր ընտանիքը գիտեմ, քուրնը անդեղ մի դժվարություններ կա, պատերազմական վիճակը, գնալ գալը հնարավոր չի, բակի Տեր ջան, դու մխիթարես այս եղածի մեջ, թող քո առաջնորդությունը այդ տան անդամների համար։ Հայր Հիսուսի անունով ենք գալիս քո առջև, մեր գորության շնորհակալության պատարակները քեզ ենք վերջել, մի աղբան, մի աշունչ, քո խոսքով մենք քեզ ենք գալիս, մեր աղոթները քեզ վերել։ Այսօրվա մեր կարիքները, դժվարությունները, ցավերը, հիվանդությունները, Հիսուսն Աստված, երեք այսօր հավիտյան նույն ես, խոսքի մեջ զորություն կա, մաքրի սրտի, բժշկի ամեն ցավ եւ հիվանդություն, մեր բոլոր քրեր եղբայրներից, բարեկամներից, հարազատներից, այն մարդկանց ոնց մենք գիտենք, ճանաչում ենք, դու հանդիպես ես մեր ձեռքերը բարձրացնում ենք քեզ եւ խոսքը տեղ հաջողում,
զորության մեր թող ոչ թե ցավը լինի իրանց ոսկորների մեջ, այլ ոսկի զորությունը հարազատները Տեր ջան, հոգով մխիթարես, զորացնես Տեր ջան, հոգով լույսի մեջ լինի իրա մամայի համար եմ Տեր ջան, նրա հոգը բարձրացնում, կենտրոնի Աստված, ամեն բան դու գիտես Տեր ջան, բայց քո սիրելիներին Տեր ջան, քո որդկանցը մենք գիտես, նրա համար մենք հասնում ենք քեզ, սրտանց բարք է տալու հիմա ես մեր ընթացքը պաշտամունքը խոսքը հողը ինչ որ կնի վկայություն ասում ենք քեզ մեր սրտների ականջները բաց լինեն ամեն իրավաբաններ մենք եկել ենք այսօր էլ քեզանից առնել Տեր որ դուպես մեզ հոգևորապես եւ մեր ամեն կարիքները հանձնում ենք քեզ հայր Հիսուսի զորավոր Հավիտյան թող փառավորվի քո սուրբ անունն արժան ես Հայրը որդին եւ Սուրբ Հոգին ալելույա ամեն Տերը շատ օրհնի բայց անցած կիրակի Միշո ջան արի մի հատ իրար հետ ճանապարհից տվեք երկենք Միշո շատ ուզում եկեղեցում երկի ասել եմ այս կիրակի իրար հետ կերկենք Տերը բժշկել է Միշոյին Փառք Հիսուսին անցած կիրակի թարնամ քրոջ վկայությունը մենք լսեցինք լավ է չէ ախպեր Եսի քեզի ռաշան լավն է չէ Տերը օրհնի Արիստե մոտի կապ Ինչը նոր աղոտին ախպեր ես ես երբն էլ աղոտին Դե աղոտ կծսի երկեսա կնվակի Ես պահը կոննա, նայի Միշո ջան, ոնցուզես նենց անելու ենք, Տերը օրհնի քեզի Փառք ես Տեր ջան, օրհնես Միշոյի սեր, իրա հոգևորյան ընթացքը, Հիսուսի անունով, Քրիստոնը բերում ենք քեզ Տեր Նստենք ժողովուրդ ջան, հարկ մեր Տիրոջը, այսօր սրտումս կա խոսք, որ կարծես այն նախորդ կիրակի խոսք ես ասեցի, պետք է շարունակեմ, այսօր էլ շատ կարևոր է համայն մարդկության համար։ Հետո քո համար էլ բարի լուր կա, այս ամբողջ հարցը ասո եւ մարդկանց մեջ մի գաղտնիք, մի խնդիր, որ այսօր մարդը ապրում է, թեկուզ շատ sense նպատակներ ունի, բայց առանց ասում մարդը ոնց որ անորոշ, անիմաստ
այս դժվարությունները, խնդիրները որ տենում է, այսօր ականատեսն եմ, թեկուզ այս պատերազմական վիճակները Ժորժյան, ասենք հիվանդություններ, մարտարաժամեր, վերջ օրերը այս կատարվող բաները, այս մարդ այսօր ականատեսն եմ, բայց չի ման, որ շատ դարեր առաջ այս մասին գրված է Աստվածաշնչում, մենք անցած անգամ գիրքը նայեցինք որպես շատ թանկ մի փաստաթուղթ կնքված, որպես կտակ մեզ, բայց այսօր ուզում ենք փոքր բացենք այս կտակը, թե պետք կտակն ինքը բաց չի կնքված է, բայց արդեն շատերի համար կա հայտնություն, իսկ շատերի համար այս գիրքը կնքված է։ Էսի մի կողմից էլի մարդու համար անորոշ, ինքը չի մամ այս գրքի մեջ ինչ կա գրված, ինչ է սպասվում իրան։ Փորձելու ենք այս երկու տեսանկյուն նայենք, օրինակ Թեսաղոնիկեի մեջ Պողոս հետարքի մի հատ բացահայտում անում, ասում է Աստված ինքը համ լույսով որդիներին գիտի, համ խավարի որդկանցը գիտի։ Այսինքն, եթե այսօր մարդը սիրում է մնալ խավարի մեջ, ամբարիշտ կյանքի մեջ, այսօր այլ մեջ ոչը պաշտելու, ավետարանը քարոզելու իմաստը սրանում է, որ այս խոսքը հասցնես այս մարդուն, ասես ախպերս, ասես մի կոմար, ասես դե անարդ մի օր ծնվել ենք, մի օր կմեռնենք, մեռնելուց հետո ինչ կլինի, պետք է բացես իրանց, որ այս կտակի մեջ բաներ կա գրված, եթե Հիսուսին չընդունես, վայա քեզ։ Այդ ամենը դու ես ժառանգելու, ահավոր ալնելու, ցավ ալնելու, վայ ալնելու, տագնապ ու վախ ալնելու։ Բայց եթե Հիսուսին ընդունես, Աստված քո համար մեծ օրհնություն ունի։ Ուրեմն մեռնելուց հետո, սիրելիներ, ոչ աղոթքով մարդու կյանքը կարող փոխել, ոչ այդ մարդիկ ընդեր կարան փոխել։ Մեռնելուց հետո վсё, մեկ անգամ մեռնել, որից հետո դատաստան։ Մարդը պիտի ասում հաշիվ տա։ Էս էլ մի հատ ծուղակ է սատանայից, մեռնում բրծման նոր աղոթենք իր աղոթքով փրկության համար։ Այդ հոգին ստեղ պետք է փրկվեր։ Որպես իլուր քեզ հիմա լսի, սիրելի լսող, այս խոսքը տարել մարդկանց, թեկուզ կներվայնանան, կջղայնանան, բայց այս խոսքը լույս է, կյանքի լույս, պետք է հասնի իրանց խավար սրտին։ Քո համար անվար շատ վատ բաներ ա գրված Աստվածաշնչում։ Օրենքի տեսանկյունից շատ վատ բաներ ա գրված։ Աշխարհ քո համար շատ վատ բաներ ա գրված։ Այս կտակում վայ ու ցավ ա գրված։ Պատերազմ ա գրված, ավերմունք ա գրված, հա, եւ գիտեք, չէ, որ հասկանանք, ասենք այն մարդ Աստված բանը գործ չունի, չէ, աշխարհի այս վիճակի մեջ գցում, չէ, սիրելիներ, Աստված սուրբ ա, արդար ա, Աստված սիրող հայր ա, բայց բուն մեղքը ինքը պատճառ դարձավ, որ ասո բարկություն, ասո եկած այս անեծքը, ցավը, տառապանքը, հավիտենական կորուստը մարդուն կա, որովհետեւ մարդը ինքը մենակ էլ չմնաց, ինքը ստեղծված էր մաքուր անոթ էր, ինքը ընտրության առաջ էր դրված, հա, կար չարը բարուգիտության ծառ, կար կյանքի ծառ, բայց արգելվածը, որ մարդը ընդունեց, մենք հասկանում ենք, ոչ թե ծառիցն էր, ուղղակի ծառը արգելված էր, սիրելիներ, ուղղակի ստեղ խնդիրը իր հոգին ինչ տեղի ունեցավ, ես եմ ուզում հասկանալ, որ չասեմ այն մարդը մի Աստվածյան, չի ուզում մարդը քեզի, թող իր կյանքով ապրելի, ուրեմն սիրելիներ, սենց էլ չի կարելի, մարդը արդեն դատապարտված է մահվան, Աստծուց բաժանված լինելով, պատճառներից մեկը նաև որն է, որ մեկացված է չարք է, որտեղ այդ տարը չարից մտավ Ադամի ու Եվայի մեջ սերունդ ապականվեց։ Այսինքն այսօր բոլոր մարդիկ այս Պողոսը նորից ասում դուք ոչ թե աշխարհի ոգին առանք, լսեք ինչ ասեմ, այլ Քրիստոսի հոգին առանք։ Բայց եթե մարդը այսօր վերստին ծնունդ չունի, Քրիստոսի հոգին առաջ չունի, աշխարհի ոգու ազդեցության տակ է։ Այսինքն մարդու հոգին արդեն մեկացված է ամբարիշտ, աշխարհի ոգու այդ ազդեցությանը։ Եվ աշխարհի ոգին դատապարտված է հավիտյանս հավիտենից կրակել վեճի մեջ լինելու։ Եվ ինչի է լավ ամբարիշտի հետեթում, որտեղ մեկացված է։ Եվ այսօր շատ սխալ կուրքերի զոհեր առաքյալը նորից բացում է, ասում է համ այդ գավաթից եք խմում, համ Քրիստոսի գավաթից եք խմում։ Գիտեք, որ զոհը ձեզ մեկացնում է այդ պահանջողի հետ, հա։ Եթե Քրիստոսին ենք խմում, Քրիստոսի հետ ենք մեկանում, իսկ վարակույր Աստվածը դա կարծես առեղծված է, թաքստոց, վարակույրը նենց մի բան է, քեզ ինչ-որ բանից ծածկում է, կարող է եւ վարակույր չտեսնեք, որտեղ կուրքեր են զոհում, բայց հոգևոր դաշտի մեջ ինքը ծածկված է, եթե մարդիկ տենան դևերին են զոհում չեն անի։ Ասում եմ վարակույրից այն կողմ դևերն են, եւ մարդիկ իրանց երկրպագության պաշտամունքով հաղորդ են ուզում դևերի հետ։
Իսկ Տեր Հիսուսը եկավ ասեց, որտեղ ես եմ, ընդեղ էլ իմ պաշտոնյան պետք է լինի։ Իսկ այսօր Սատանան էլ ինքն է, որտեղ ինքն է, ընդեղ էլ իր պաշտոնյան պետք է լինի։ Հիմա տեսակ ինչի համար է գիրքը գրված, կնքված, որ այսօր ավետարանը զորություն ունի մարդկանց կյանքերը փոխելու։ Այսօր ճակատագրի հետ կապված հարցեր ունեն, ասում եմ մարդու ճակատագիր է, ճակատին գրված է, բայց ասեմ ձեզ, չգիտեմ, ձեր ճակատին ինչ կա գրված, ինչ չկա գրված, ես դրան չեմ հակված, որտեղ Սատանան փորձում է մարդիկ հակված են ճակատի հետ գրվածին, դրոշ մի օր կդնի, իր գիրը կդնի, հա։ Բայց երկնքում մեզ համար գրված է, սիրելիներ։ Ժամերը որոշված է արդեն։ Աստված գիտեր դու երբ պետք է ծնվեիր, Աստված գիտի դու երբ պետք է հրաժեշտ ասես աշխարհին։ Դրա համար այս կյանքիդ ապրելաձևի մեջ Աստված ասում է. ես գիտեմ իմ լուսո որդիներին, նաև գիտեմ խավարի որդիներին։ Հիմա քանի որ մենք չգիտենք, օրինակ դու կարող ես գիտես, նայում ես արևանի տայմարտան, այս հակառակվող անես, ասում ես դի փրկվողը չի բալամ, կարմիրքով իր կաշվից դուրս չի գա կամ քո տան անդամին։ Չէ, արդյոք Աստվածը քեզ իրենց ասել, աղջիկս գործ չունես, կարմիրքով իր կաշվից դուրս չի գա։ Եթե Աստված չի ասել, մի գուշակություններ արա, մի մտի մի դաշտ, որը քոնը չի, ավետարանը դու քարոզի։ Իսկ եղել է ձեր կյանքում, ձեր չսպասված, չորոշված մարդը ապաշխարել է, բայց որին միշտ սպասում ենք, որ դի փոխվեր, հեսա իշխելով մարդեր, ինչ բարի մարդեր, մեկ էլ մյուսը նենցա հակառակում քեզին, նենցա չարանում, ես տեսել եմ այնպես մարդկանց։ Այս խոսում այն մասին, որ սիրելիներ, մենք չգիտենք, մենք միայն Հիսուսին գիտենք, իր ավետարանը, իր շնորհքի չափով գիտեցված է մեզ, եկեք մենք ինչքան որ գիտենք, այդքան էլ մարգարեանանք, մինչև որ նա կհայտնվի, ամեն։ Իսկ այսօր քո մարգարեանալը, քո գիտեցածը կյանքեր կարող մարդկանց, ամբողջ աշխարհը կարող վերքի։ Այս մի կաթիլ ջուրը բավական է, որ մարդիկ ընդունեն Հիսուսին իրանց խավարսերները լուսավորեն, որ կտակի վայնն ու վախը իրանց վրա չանդրադառնա։ Այսի ժառանգությունը, իմացեք։ Եթե ասում ես ճակատագիր, սիրելիս, դու որ այդ հասանդեղ չես կարող փոխել փասած ճակատագիրը, բայց այսօր հնարավորություն կա այդ փոխելու։ Այսօր հնարավորություն կա մարդին վերստին ծնունդով, որտեղ մահը տեղի ունեցել, այդ մահացողը դա իմ ու քո փրկիչ Հիսուս Քրիստոսն է, ամեն, մահը ամեն օրենքներից, կապանքներից, կապերից քեզ ազատել է, դու հավատքով մեռել ես, հավատքով հարություն ես առել, հավատքով էլ ապրում ես Քրիստոսի ավետարանի խոսքով, ասում Բերանից ելած խոսքով։ Ամեն, դա համարում է, հավատում ես, հավատքով է, փաստեր բերես, չկա փաստեր։ Հանի ասեն դու մեռած ես, այնա խոսում ես, որտե ես մեռած, բայց ես հավատում եմ Քրիստոսի հետ ես մեռա։ Քրիստոսի հետ հարություն առա, այսինքն ինձ նոր անուն տրվեց, վերստին ծնունդ, նոր կյանք, եւ այս նորի համար կա նոր երկինք, նոր երկիր։ Սա մեր արջև մասիրելներ, եկեք փորձենք նորից անդրադառնանք մեր այս թանկագին ավետարանին, ես ձեզ ասեցի, որ այս իրոք անցած անգամ բավականին խոսեցի կտակ, որպես կտակի հետ կապվածավ, օրհնյալ մի մեր Աստված։ Մենք խոսեցինք Աստվածաշնչի գրառման համար, որ էլի որպես գիտություն տեղեկացված եք մոտ 15 դարում 1500 տարիներ տարբեր մարդկանց, մոտ 40 մարդկանց միջոցով այս ավետարանը գրվել է։ Հիմա որպես կնքված ավարտուն գիրք հասել է մեզ, արդեն ունենք խոսք, Հովհաննեսը երևի թե վերջի գրողը Հովհաննեսն էր աշակերտի Հիսուսի հայտնությունը գրեց, ամենավերջում գրեց վայ այն մարդուն, որ այս գրվածքի վրա մի բան կավելացնի ու կպակասեցնի։ Ահա։ Ուրեմն փառք մեր ամենակարողին, բայց այս գրվածքը մարդը որ կարդում է, իրան հնարավորություն է տալի իր կյանքում ինչ-որ բան փոխի։ Քրիստոսի ավետարանը չի փոխվում, սիրելիներ, բայց Քրիստոսի ավետարանը մարդկանց կյանքերը կարա փոխի։ Էսի հրաշալի բան, ամեն։ Այսինքն մարդը ընդունելով կարա հավիտենական կյանք ձեռք բերի, կապություն, վերջապես մեղքերի թողություն, էսի հրաշալի բան է, մարդը որ էս հասկանա կվազի։ Անկեղծ եմ ասում, տեսեք առաջի դարում էր Հիսուսի ժամանակ կային փարիսեցիներ, սադուկացիներ, որին ապահովեր տաճարը կար, տարված էին տաճարով, չէ։ Ընդեղ են ժամանակ Ահարոնի կարգին պես քահանայությունից եկել բուլվարները, խունկերով լցված, պաշտամունքներ, ծիսական հարարողակարգեր, հին ուխտով ծիսական ստվերային թույլատրելի էր, որ մինչև Քրիստոսը գար։
քահանապետը փոխվեց, օրենքն էլ փոխվեց, նոր կտակարան արդեն Քրիստոս Մելքիսեդեկին կարգին պես քահանայությունն է, մենք գրի պաշտոնյա չենք, այլ հոգու, սիրելիներ, վերստին ծնված, որտեղ գիրը անմիջական կապ ուներ մարմնի հետ, մարմինը շահմը չունի, սա քիչ հետո կտեսնեք, որտեղ այս մարմինը չի կարող օրենքը պահի, պետք է կեղծի, եղծի, փոխի, կեղծավորություն անի, այսօր շատերը արտաքին Աստված պաշտությամբ են զբաղված, արտաքին նշաններով, չգիտեմ ցույց տան, որ տեսեք հավատացյալ եմ, չէ։ Դուք մենք պետք է հաճո լինենք ասում։ Աստված ունի մեզ առաջինը հավանի։ Մեր սիրելի փրկին է շատեր չի հավանում, բայց Աստված հայրն է իրան հավանում։ Իր անունը փառահուն։ Ուրեմն, եթե հաճո եղեք, իսկ ով ասում հաճելի, նա որ հավատում է, որ Հիսուսն է Քրիստոսը եւ Հիսուսին իրան տերուն փրկիչ անդն է։ Այս հավատքը հաճելի է ասում։ Քո հորը հաճելի է, որ դու Հիսուսի անունով ես գալ իր առջև ու նաեւ ինչի՞ չէ process-ը, ընթացքը, կապաշխարությունը Իրոջը վստահելով սկսում ենք փոխանակումներ անելու։ Սենց մեկը չի կարող գտնի, ձեզնից մեղքը վերցնի, իր արդարությունը տա ձեզի։ Չկա աշխարհում այդպես մարդ չկա, մազի տեմյատ արդարի համար մեկ իր կյանքը դնի, բայց Հիսուսը մեղավորների համար իր կյանքը դրեց։ Ուրեմն Տիրոջ անունը թող փառավորվի, նայեք ասելիքս որն է։ Հանկարծ այդ ժամանակներում սիրելիներ, նայեք, այսօր շատերը ասում փնտրում են։ Բայց դու Աստծո խոսքից գիտես Աստծո տեղը գտնվելու վայրը, որ ինքը պիտի հայտնվի քեզ, այդ Աստծո ներկայությունը ամենտեղ կա։ Մենք շատ ենք սիրում այս խոսքերը, ավետարանի խոսք ասել, որտեղ 2-3 իմանալով ես այնտեղ եմ նրա մեջ։ Այս հասկանում ենք, որ 2-3 արդեն ներկայացնում են մարմին, եկեղեցին որպես մարմինը։ Իսկ գլուխը Հիսուսն է, ամեն։ Ինքը անձնապես, ինքը Տերը ոչ մեկ իրան ոչ կարա ասի, ոչ էլ ձեռին խփի, ասի Տեր ջան, ես ինչ ես անում։ Ինքը Աստված ինքը ինչ որ անում է արդարասուրբ է կատարյալ է։ Ու դա ճիշտ է։ Անհատ մարդը կարա հանդիպի, օրինակ Պողոսի ճանապարհին հանդիպեց, կյանքը փոխեց, հա, Դամասկոսի ճանապարհին։ Հասկանում եք, մենք Աստծո գործերի մեջ չենք մտնում, բայց ինչ որ մեր բաժինն է, մեր հասանելիքն է, ինչ որ կտակը մեր համար խոսում է, մենք այդ ենք կատարում ժողովուրդ ջան։ Աստծո խոսքը կատարելով մենք եկել ենք հավաքվել ենք, որ Տիրոջ ներկայությունը մեր համար ապահովենք, որտեղ իր հոգով գալիս է շնորհներ, պարգևներ, մեկս մյուսի ծառայելու։ Որ հոգևոր մարդը աճի։ Ամեն։ Ուրեմն սա կարիքից դրդված է նաև։ Պահանջը նաև, որ մենք ոչ թե դե հավես ունենամ կետ, հավես չունենամ չեմ էթա, ասենց խափված վիճակ արդեն։ Բայց սրտի շարժառիթները քո տնից, վաղվա երեկվա օրվանից, քո փափագից Աստված ստենալով անդերձ սկսում է աշխատել քո հետ։ Այս հրաշալի չի, հրաշալի է։ Ուրեմն իմ հավատքի համար, իմ հոգու համար Հիսուսն է պետք։ Ես այս երկն լավն է, հա միջի ջան, ճանապարհին ստվեք մարդիկ, ես ուզում եմ Հիսուսին տեսնել։ Միթե քո փափագը, քո գարիքը Հիսուսին տեսնելը չի։ Հիսուսի հոգու հետ հաղորդակցվելը չի։ Անկեղծ ժողովուրդ ջան, հիմա ոչ մի վայրն է տեղնել նշանակություն չունի։ Հիմա կարևորը Հիսուսի հետ լինելն է։ Հիմա եթե ես այսօր գիտեմ, որ որտեղ 2-3 իրանով հավաքվում են Հիսուսն դեղա, այսինքն ինքն սրտով, այսինքն Տիրոջը անձնական Տեր ու Փրկիչ ընդունելով, Սուրբ Հոգու մկրտությունը ընդունելով, վերջապես այն բոլոր պայմանները, որ գրված է, որ կատարվում է, համընկնում է, հա, մեր հետ կատարվելի գործողություններով, ես ուզում եմ այդ վայրը եթա։ Հատուկ էս վայրը չի։ Կարող սարի գլխին է։ Ասես ոչ սարի գլխին է, ոչ ստորությունն է։ Աստված հոգի է, Աստծուն պետք է պաշտեն հոգով ու ճշմարտությունով։ Ամեն։ Ու տեսեք ինչ տեղի ունեցավ։ Մարմնով եկած Հիսուսը իր անունը փառավորվի, որ երկրի վրա էր։ Ինքը ծառայում էր, եւ մարմնով եկածին շատերը մերժեցին։ Որպես հոգի Աստծո պաշտում էին, մեր Աբրահամ հայրը, մեր Յոբ Աստվածը, ասենց հա, այսինքն Աստծո մարգարեների, Մովսեսին էին ներկայացնում փարիսեցիները, Հիսուսին անգամ մեղադրում էին, դու ով ես, երեկվա երեխեն ես կամ չգիտեմ, ինչ ասում են, այսօր նույնը իր զավակներին են ասում։ Բայց մի մեղավոր կին ինքը որ փրկվել էր, Հիսուս իրան բժշկել էր, 7 դևից ազատել էր Մարիամ Մագդալենացին, չէ, ինքը հասարակության կողմանում շատ ստորադաս կարգավիճակում, ոչ մի իրան չէր էլ ուզում տենար, ընդուներ, մենակ կարող զզվանք, ատելություն, մեկ էլ ձեռքներին սովորության համաձայն փեշներին լիքը քար, ձեռքներին առնեին, քարագործեին, սպանեին։ Ոչ մեկ չէր ընդունում Մարիամին, բայց գիտեք ժողովուրդ ջան, այսօր մարդիկ Մարիամին մերժելով, ասեն թողնելով, այդ մին ասում էին պաշտոն, հա, ասենց ծիսական ինչ-որ բաներ էին անում,
Բայց հանկարծ մի օր ես Մարիամը լսեց Հիսուսը որտեղ է, որոց Սիմոնի տանը։ Ասենք Մարիամը կարար վազերի եկեղեցի, sense գոչված եկեղեցի, դա ասել իմ համար աղոտ քարիկես, բայց Մարիամը որոց Սիմոնի տանը Հիսուսի ոտներն էր արցունքներով թրջել, հա։ Իսկական իր պաշտամունքը հոգու տալիս էր Հիսուսին, որովհետև Հիսուսը ընդեղ ներկա էր։ Հիսուսը եթե որոց Սիմոնի տանը չներ, Մարիամը որոց Սիմոնի այն դսի դարպասից էլ ներս չէր կարա մտնի, բայց փափագը չէ, ինչքան բաները ճեղքը, որտեղ որոց Սիմոնը նաև փարիսեցի էր, այսպես ասած, մարդն էլ կանչել էր ճաշկերույթի ու Մարիամը վազեց ընդեղ։ Խի ես գնացել Մարիամ որոց Սիմոնի տունը, հարցը դե, որովհետև Հիսուսն ընդեղ։ Բախի չես գնացել պատարակի, մարդիկ ասում չճանաչելով, ասում չիմանալով, այսօր շատ-շատերը ցավոք սրտի, երանի թե ճանաչելով իրան պաշտեն, ոչ թե մի գործի միջոց, ուղղակի գործ անում ենք, էլի ասել են անում ենք, էլի ասենց մի հատ մի բան, եկեք հոգով պաշտենք ներս։ Ես իմ Հիսուսին եմ ուզում, հա։ Եթե ինչ-որ մեկտեղ կլինի, որտեղ հավաքվում են Աստծո զավակները, ապահովում են Տիրոջ ներկայությունը, որ մեզ համար հասանելի կլինի, որտեղ մի որտեղ էլ եկա Աստծո ներկայությունը կա սիրելիներ, բայց դուք իր հետ չեք կարող տեսնեք կամ հաղորդակցվեք, բայց սա մարմինն է Քրիստոսի, այնուամենայնիվ եք սատանան խիաշատ անգամ ուզում բսկրտի, բաժանի, հա, տեղաթուրի, միջայլոց դարձնի, որովհետև Աստծո խոսքը այսպես է կարգը դրել, ասա ես Քրիստոսի մարմնի անդամ եմ։ Սիրելի դիտո, եթե այսօր քո մարմնով ստեղ ներկա չես, քեզ էլ եմ ուզում քաջալերեմ Հիսուսի անունով, որ հոգով սրտով դու ստեղ ես։ Ամեն։ Դրա համար մենք սիրտ ենք դնում, ոգի ենք դնում Քրիստոսի ոտքերի տակ։ Տաճարը ինչքան էլ գեղեցկություն ունենա, միևնույնն է, դա Քրիստոսի ոտքերի տակի պատվանդանն է։ Մենք հավաքվել ենք իր ոտքերի շուրջ։ Դրա համար ես եկել եմ իմ Տիրոջ խոսքը լսելու։ Իմ համար կարևորը առաջնայինը մի հատ բանով եմ ասում, էլի անկեղծ, ոչ թե Աստված վկայա, հենց հիմա այգեշակում հարարողակարգ այդումների վարչապետն այնտեղ մի հավատացած եմ դեղ ասեր գցելու տեղ այդ չան։ Ես կուզենայի ասել, Երանի թե ամեն կիրակի տենցներ։ Ես ոչ մի բան չունեմ, Աստված շատ օրհնում էր վարչապետին, հետի պետք ինքն էլ հասկանա։ Ում համար ես դու գալի եկեղեցի։ Բայց եթե մարդ իմանա Հիսուսն այնտեղ, մի հատ արեք էլի նա սենսն է, դες կարող է մեր մոդել ասել, ես ինչ եղբայրն արտասահմանից եկի, Աստված շատ օրհնել եղբորներ, այդ քրոջներ, հանգարց ստեղ լիքը լցվեն։ Մի անգամ Յոնտիչոյի վկայություններից եղել է, այցելություն արել մի քաղաք, շաբաթներով ռեկլամներ են արել, պլակատներ, այսօր էլ այդպես սովորություն կա։ Մենք արտասահմանում հատկապես, ես ինչ օծյալն ագալի մյուսը, ես չեմ ուզում սովորացնել, այս սիրելիներ, որտեղ 2-3 հավաքվում եք, օծյալների օծյալն ատեղ ներկա, դերերի դերն ատեղ ներկա։ Անչես այդ քոր ու կույր հավաքով, դու ուր ես էդ, մարդկանց ես ուզում տենաս, ես ինչն այք է նոր կամ, են ինչն ախոսալու նոր կամ, եսի հիվանդություն ախոքել, գուրություն, երանի թե բացվի, ես շատ-շատերը նույն այդ օրերի համաձայն Հիսուսին չեն ճանաչում։ Երևույթային բաներ են իրանք, ուսում անունը դնում են Հիսուս, դրա համար ասում են իմ անունով շատ Հիսուսներ կտա, բայց ես իմ Հիսուսին հոգով գիտեմ, ամեն, իր խոսքով գիտեմ, իր անունը փառավոր գիտեմ։ Ասում գնացի տեղ ոչ մի բժշկություն, ոչ մի բան չեղավ, ասում ես զգացի, որ անգամ ունում էր բաներ, բայց ասում են շարժը չէր, հոգիս տրտմեց, ասում եմ վերջում աղոտ քարեցի, ասեցի Տեր, ինչի համար այս բանը չեղավ, չէ որ ես քո անունով ասում ասեց որդիս, այդ ժողովուրդը իմ համար չէին հավաքվել, քո համար էին հավաքվել, մենք պետք է ներկայացնենք, որ Հիսուսն է ներկայանում։ Հիմա տեսեք, որ ասենք մեծ եկեղեցիներում են, ասեն, ինչ եղբայրն է գալ։ Օրինակ, թեկուզ Բենինին, Աստված շատ օրհնի իրան։ Բենինի մոտ էլ այս խնդիրը Հայաստանում էլ շատ բան չեղավ, որտեղ նույն վկայությունն են տալի, մարդիկ Բենինին են սպասում։ Մարդիկ ես ինչ եղբորն են սպասում։ Երան թե մեր անունը ջնջվի չերևա, այլ Տերը երևա։ Եթե մարդիկ Հիսուսին սպասեն,
նույն երեք այսօր հավիտյան Հիսուսը նույնն է։ Հիսուսը երբեք չի փոխվի։ Ուրեմն եկեք ասենք փառք ես Տեր ջան բոլոր քո զավակների համար։ Բայց քո նմանը չկա եւ ոչ մեկ քո տեղը չի կարա տա։ Այսօր դու պետք է մեզ որպես անոթ քո տված շնորհքի կամ պարգևի չափով գործած ես։ Ուրեմն եկեք ուղղակի մարդկանց սիրենք, հարգենք, բայց մեր պաշտամունքը տանք նրան։ Ամեն։ Հիշեք, պարծանքը մի բան է, ումով պարծենում ես, դու ավտոմատիկի իրան էլ երկրպագում ես։ Դրա համար ասում եմ, ոչ մի բանով մի պարծնակ, եթե պարծենաք, Տերով պարծեցեք։ Այ պարծանք ճոխ ասաբարել է, բայց մարդկանց չափում է, սիրելներ։ Դու քեզ էլ ասա, չափում ես դու։ Քո չափը դու չես էլ կարող անցնի։ Ինչ որայենք, ասո շնորհքով եք։ Այս շնորհք Իրանիցն է, ամեն, փառք Հիսուսին։ Ուրեմն եկեք սիրելներ, շատ լավ sense համարներ ես ունեմ, մի անգամից անցնեմ խոսքին, կարծես ես շարունակելու եմ։ Սուրբ գրքի հետ կապված այստեղի գրառումները, իրանց նշանակությունը, կարևորությունը եւ անպայման ուզում եմ համոզված լինես Տերն էլ ասում։ Երկինքն ու երկիրը կանցնի, բայց իմ խոսքը չի անցնի, մինչև չկատարվի։ Ուրեմն հնարավոր բան չէ ինչ որ ստեղ գրված է հանգարց չկատարվի։ Ուրեմն ոչ թե նստի սպասի, մեկը վերցնի sense ասի, ես մեղավոր մարդ եմ, Աստված ասել է, մեղավորը պետք է մեռնի, հետո դժոխք կեցակորի, ու նստի սպասի դրան։ Բայց ինչ որ մի հատ խելոք մեկը հոգով վերստին ծնված, հա, Տիրոջը պաշտող, այդ համը քաղաքացիությունը ճաշակեց այդ ասի աղբերս, քուրս այդպես բան արա, քո համար փոխվելու, փրկվելու հնարավորություն կա։ Ուրեմն այս աշխարհը այդքան չար է, սիրելներ, լսեք այդքան մի sense այս աշխարհի sense։ Իրոք չարը զավթել է, օդի իշխանը նաև ինքը կոչվում, բայց միակ հնարավորությունը այս աշխարհում է, այստեղ, այս մարմնի մեջ է, փոխվելու հավիտենական կյանք ձեռք բերելու։ Միակ հնարավորությունը այս մարմնի մեջ լինելու հետ է։ Դու հնարավորություն ունես սիրելի անմահ հոգի վերստին ծնունդով փոխվես։ Նորից եմ ասում, քո բառի համաձայն, քո ճակատագիրը կարա փոխվի։ Չասես ճակատից գրածա, սենց անիծված եմ, սենց էլ պետք է իմանամ։ Չէ, եթե տենց ես մտածում, այսօր կանգ առ, դարձի արի։ Այսօր փրկության օր է, փառք Հիսուսին։ Հիմա նայեք, շատերը նորից կպնում են Սուրբ գրքին, հիմա նայեք, եթե գրվածքին կպնեն, թուլացնեն, որպես մարդուց գրված սիրելներ, արդեն կարծես իրանց համար Աստծո խոսքի ուժը թուլացնում են։ Եվ տեսեք, ամենասարսափելի բաներից մեկն է, որ թույլ չի տալի Աստված, Աստծո հոգին գործի, դա անհավատությունն է։ Անհավատություն։ Հենց մեր Տերն էլ Նազարեթում ոչ մի հրաշք չարեց, բարձ գրված է, որտեղ իրան ասում, «Ադե մեր մայրամի տաղել այլին, ով սեպիտարեն չի ասում եք այդ հանգարմար Հիսուսին»։ Դա մեր բարեկամն է, մեր հարազատն է։ Այսօր էլ եթե մեր հետ այդպես վարվեն, հավատ չեն արձակում Աստծո խոսքի վրա։ Ուրեմն ես քեզ պետք է ընդունեմ Հիսուսի անունով, որ Աստծո խոսքը քո մեջ կա եւ Աստծո տրված իշխանություն կա։ Եթե աղոթ կանես, Աստված այս բանը կարա փոխի։ Եվ այդ գալիս է Հիսուսի անունով, բայց եթե ասես Ապեր ջան, բարեկամ ջան, ես ինչ ջան, մի հատ աղոթ կար, այդ տրակվել, ինչքան էլ աղոթ կան, մեկը բան չի փոխվի, որտեղ այդ ապերից չի գալի, այդ բարեկամից չի գալի, այդ ամուսնուց չի գալի, մեր օրհնությունը վերիցն է գալի, Աստծոց գալի, դրա համար էս կարևոր է ընդունեք իրար Հիսուսի անունով, եթե դուք իրար Հիսուսի անունով ընդունեք, կդադարեք իրար կշտամբելը, կդադարեք իրար բամբասելը, իրար դատելը, որտեղ շատ լավ կհասկանաք, որ դուք ձեզ համար մենակ ցավ ու տառապանք կծնեք։ Երբ որ դատեք, բամբասեք, գցեք, հասկանում եք, հետևանքներ կա, պետք է հասկանա մարդը, մեղքին էլ հետևանք կա, արդարությանն էլ, արդարության գործին էլ հետևանք կա, Աստծուց էլ վարձ կա, դժոխքից էլ վարձ կա, սիրելիներ։ Հավատացեք, դա այդպես է գործում։ Հիմա արդեն քո որոշելիքն է, քո ընտրությունն է, Աստված հարգում է քեզ, որտեղ ինքն է քեզ ստեղծել, քո մեջ ազատ կամք է դրել, այո, այո, ոչը, ոչ։ Իսկ այսօր քիչ ասենք Հիսուսին, այո, ամեն, փառք Հիսուսին։ Հիմա ստեր, երկրորդ Պետրոս, մի հատ սենց փոքր, սկսենք այսօրվա սկիզբը, որ ասեցի, այն նախորդ կիրակի կարծես շարունակությունն է։ Օրինակ, երկրորդ Պետրոս առաջի գլխի 20-21 խոսքն է, հետարքի այստեղ խոսք է։ Բայց առաջ այս գիտացեք, որ գրքերի ամեն մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի։ Գրքերի։ Իսկ մենք այսօր գիտենք, մոտ քանի գիրք ունենք,
66, 39, 5 կտակարան, 27, նոր կտակարան, և ամեն գիրք Աստվածաշունչ է։ Հիշում եք Պողոսը Տիմոթեոսին օրդրում է, որովհետև երբեք մի մարգարեություն չտրվեցավ մարդկանց կամքի պես, այսինքն սա մարդու կամքի, մարդու ուզածի պես գրված չի։ Սրա հեղինակը, այս գրքի հեղինակը, ասես բան ով կարա հասկանան բռնի աշխարհի մեջ, 15 դար, 1500, մոտ 1600 տարի այս գիրքը գրվել է ու սրա հեղինակը մեկն է։ Ով է? Սուրբ Հոգին է։ Ամեն։ Եվ շատ մարգարեներով, շատ կերպերով Տերը խոսեց, Փառք Հիսուսին։ Եվ շատ տեղերում գրված է, որ հենց Տերոջից խոսք էր գալի, գրի, Դանիելին էր գալի, Դավիթին էր գալի, Հովհաննեսին էր գալի, գրի այս գրքերի մեջ լինելիք բաները, որ շուտով պիտի լինեն, այսպես հատուկ կարծես մարդիկ թե տեսիլքով, թե մարգարության, թե հոգու ներշնչանքով, վերջապես այս գիրքը գրվել է, ում կողմից մարդու ձեռով, բայց ներշնչվել է Սուրբ Հոգու կողմանը։ Սա, որ դու հաստատական լնես, վճռական լնես, այս հեղինակությունը Սուրբ գրքի քո մեջ իր որակները պահի, չթուլացնես, հենց գիրքը թուլացնես, ասես թե մարդագրե, ուրեմն մարդից հետ կսպասես քո օրհնությունը, որ չի լինի։ Բայց եթե դու հավատաս, որ մարդու ձեռով Աստված է գրել, մեկ խոսքն են, քարտուղար, դիրեկտոր։ Դիրեկտորը քարտուղարին ասում է, այս բաները գրի։ Քարտուղարն է գրում, բայց ամբողջ մտահղացումն է, ու քարտուղարինը չի։ Իրան ինչ թելադրվել է, ինքը էլ գրել է։ Հուսով եմ միտքը հասկանում եք, ամեն, որ չկոտրենք մեր հավատքը Աստծո խոսքի, գրավոր խոսքի հանդեպ, սիրելիներ, որ համոզված լինենք, մեկ էլ ասում եմ, տեսեք արդեն փոխվավ, ժամանակները փոխվավ, արդեն ամեն ինչ լավ կլինի, 10.5 կլինենք, ես չգիտեմ ինչեր աստեղ փոխվում, բայց ես մի բան գիտեմ, ինչ որ գրված է, չի փոխվի, Աստված ասել է կլինի, ուրեմն կլինի, բայց մենակ սիրելի անմահ հոգի դու կարաս քո կյանքի ընթացքը փոխես, այս ավետարանով, իսկ եթե ստեղ չընդունես, վայանում ես, մենք սրան կանդրադառնանք։ Ուրեմն ասում եմ, որովհետև երբեք մի մարգարեություն չտրվեցավ մարդկանց կամքի պես, բայց Սուրբ Հոգուց շարժված խոսեցին Աստծո մարդիկը։ Ասենք ամեն։ Ուրեմն Սուրբ գրքի հեղինակը մեկն է, նա Հավիտյանս Հավիտենից է, նա նայեք այնպես չի, դե Աստված այսքան ժամանակ ապրել է, էլ չկա։ Չէ, նա Հավիտյանս Հավիտենից է։ Առավոտը մեր թորը Սամուլիկ եկավ, չգիտեմ խի, հարցը տվեց մեր տունն եք, ասել, Աշոտ պապի, բա ասունով աստեղծել։ Ասի թե, բալես ասի, իրանց առաջ մեկն էր, որ իրան ստեղծել, բայց իրանց առաջ մեկն էլ չկա, ու չէր եղել, ինքն էր Հավիտյանս Հավիտենից։ Ասի, բայց որ ասիր են ավանդական հարցը, հավն է վետ հեցում։ Կծմի չէ շփոթն, ասում իր հավը, ասում է բացում որտեղից, ասում իր ձուն, ասում է բաղավը որտեղ, Աստված էդի կարամ ասեմ, սկզբից հավն է եղել, Աստված հավին ստեղծել է, ձունել մեջն է եղել, որտեղ ասում է ինչ որ ստեղծեց, իր տեսակի պես սերն էլ իր մեջ եղա, հետո այդ ձվից ճուտ է եղել, ուրից հավ է, այդ հարցի պատասխանն էլ արար, ջևեմ ինքան, ես իսը չպոտեսնի, բայց սրանց առաջով է, սկզբում են Աստված, ալելույա, և որը սկիզբն է, հետ արդեն Աստված գիտի, մեր Աստված ոչ թե գոյություն ունի, ամեն գոյ իրանից են առաջանում, ինչ որ սկիզբ առ է, իրանից առաջա, ուրեմն բոնկեն են լենես հարցը, ասում իրանից առաջ մեկն էր, որ այդ այնք հարցն են կետյով այլ է, սկզբումը Աստված, Փառք Հիսուսին, հիմա այս սկիզբները դրվել, սիրելիներ, ինչ որ գործընթացների, ծնունդների, անգամ մեր Տիրոջ ծնունդը շուտով հեսա գալիս է նոր տարին, էլի սկսում են շփոթմունքներ դնել չէ, սկիզբներ դրվել է, որ մարդկությանը հասանելի լինի ժամանակավոր կյանքի մեջ լուծվի հավիտենական կյանքի հարցը։ Այդ գրված է ավետարանում։ Փառք մեր ամենակարողին։ Եկեք սենց ես քանի որ նշել եմ իմ մոտ սենց համարներ, հաջորդ համարը սենց շարժվեն, կարծես մեկը մյուսին սենց լրացնվա, Հռոմեացիների 15-ի 4-ը, ստեղ կարդանք, հետո որ լսես, նորից այս համարները կարդաս, քեզ բավականին լավ հոգևոր սնունդ ես ունենալու ու
բացի ինչ որ ասում մասին ես տեղեկանում, նաև տեղեկացված կլինես քո համար, քո ապագայի համար, քո ընթացքի համար, քո հավիտենական կյանքի համար։ Իսկ գիտեք, չէ, չիմացությունը, անորոշությունը, սատանան շատ հանգիստ մտնում է սուտ ու փուտ բաներ լցնում մարդկանց մեջ։ 15:4-ում այսպիսի խոսք ունենք. նրա համար ինչ որ գրվեցավ, լավն է, ուրեմն ինչ որ գրվեցավ, ասում է, ստեղ ուշադիր եղեք, բայց առաջ այս գիտացեք, որ գրքերի ամեն մարգարություն իր հատուկ մեկնությունը չունի, որովհետև երբեք մի մարգարություն չտրվեցավ մարդկանց կամքի պես, բայց Սուրբ Հոգուց շարժված խոսեցան Աստծո մարդիկը։ Ուրեմն այդքան դարա ընթացքի մեջ մեկ բովանդակագիր կա գրվել, մեկը մյուսից անկախ, անգամ մեկը մյուսի երես չի տեսել։ Դե սկզբինը գրել է Մովսեսը, վերջը գրել է Հովհաննեսը, հա, բայց ինչքան այդ մարդիկ մահացե գնացել են դարերի ընթացքում, օրինակ Մաղաքիայից հետո նոր գտակարանը մոտ 400 տարի կտրված կա եղել։ Ինչե որ նորից վերականգնում է եղել Աստված ավետարանիչներին օգտագործելը։ Այնտեղ արդեն մենք կանոնները ունենք։ Հիմա տեսեք, այս գրվածքը, որ հեղինակը Սուրբ Հոգին է մեկ նպատակի համար է տրված, այսօր փառք ասում, որ դու այս ժամանակի մեջ ես, ու այս խոսքը ընդհանրական հասնում է քեզ։ Ամեն։ Ասում է, նրա համար ինչ որ գրվեցավ, մեր սովորելու համար գրվեցավ։ Լավ չէ՞ էսի։ Ուրեմն Աստվածաշունչը մենք սովորում ենք կամ սերտում ենք, հա, կարդում ենք սովորելու համար։ Սովորեք եւ սովորացրեք։ Ամեն։ Սա փոխանցովի դրույթ է, որ այս խոսքը անփոփոխ է, ամեն դարերի մեջ ինքը փոխվում է։ Գիտեք, վերջի օրերը կսկսեն ավետարանը փոխել, որովհետև Սուրբ Հոգուց շարժված մարդիկ չեն ընկնում։ Ովքեր կպնում են ավետարանին, իրանք այս աշխարհի ոգոազդեցության տակ են, որովհետև գիտեն, հենց այս ավետարանն է փոխում եւ փրկում մարդկանց։ Իսկ ուրիշ ավետարան, այդտեղ առաքյալ ասում է, նզովված լինի, մեկը, որ ուրիշ ավետարան կբերի, ուրիշ Հիսուս կքարոզի։ Ուրեմն անվանումները այդքան մեր համար շատ կարևոր են, բայց դեռ էական չեն, եթե անվան այդ հոգին, խոսքի հոգին, եթե ճշմարտապես չկա, որտեղ ասում է ամեն հոգու մի հավատակ։ Քննեք, իսկ նաև ինչով պետք է քննեք մոտ ավետարանի խոսքը։ Սոր գիրք ունես, եթե չունես ձեռք բեր, փառք Հիսուսին։ Մի սպասի քեզի ձրի տան, եթե ձրել այլ է փառք Հիսուսին, ինչ գրքի ասես փող կտաս, փող ինչ էր կարժնա, դա քո կտակն է, ձեռք բեր ու բացի կարդա։ Եվ նաև ես քաջալերում եմ սիրելի դիտող քեզ, որ շատ կարևոր է։ Ես բերենք ավարտի, մեր սովորելու համար գրվեցավ, որ համբերությամբ եւ գրքերի մխիթարությամբ հույս ունենանք։ Ուրեմն այստեղի գրված խոսքն է, որ քեզ հուսադրում է։ Քո հույսը կենթանացնում է, հավատքը զորացնում է, հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից է։ Մտածեք, պատճառները նաև ինչի համար Աստվածաշունչը կարդաս, ոչ թե հաճելի է, ասենց ասած, այլ անհրաժեշտ է։ Ամեն, հաճելին ուղղակի դե, ես նավսակի, իսկ անհրաժեշտ դու գիտես, ոնց որ առանց ջրի, առանց օդի, առանց հացի չես կարա, հենց էլ քո հոգին առանց Աստծո խոսքի չի կարա։ Բայց նաև այստեղ շատ կարևոր բաներ են գրված, իրադարձություններ, որ կատարվելիք բաներ, որ դու նաև հասկանաս, որ բաժնի մեջ ես, որ չխաբվես։ Օրգյալն ի մեր Աստված, շնորհակալ ենք մեր Հիսուսին։ Ուրեմն անցած անգամ ես այս համարը տվեցի ձեզ դրանով ավարտեցի, բայց կարծեմ շատ կսիրես այս համարը։ Եսայա 34:16 խոսք։ Որոնեցեք Տիրոջը գրքումը եւ կարդացեք։ Ես ինձ էլ գրված է, եկամ եմ սիրում ես այս համարը։ Սրանցից մեկ հատը չի պատասի։ Ստեղ է գրած։ Ինչ որ գրված է, ինչի համար է գրված, Պողոս էլի է բացում։ Խրատելու, հորդորելու, մխիթարելու, բայց հիմա նայեք, ասում է նաև սովորելու։ Ուզում ես ուսված լնես, Աստծո մասին տեղեկացված լնես, կարդա Աստվածաշունչը։ Հիմա ստեղ են, շատ անգամ ասում ես,
Հա ասես աշտախբեր ջան, կամ այսօր շատ հարց են ստան, Աստված ինչին հետ չի խոսում։ Ուզում ես Աստված քո հետ խոսա։ Չէ, անկետ։ Գնա բացի, առաջի քայլը արա։ Մնացած թող իրան։ Ինքը կենթանի է հավիտյանս հավիտենից, հա, ամեն կերպերով, անգամ իրա խոսելու ձևը մոտեցումը դու ստեղից կարաս սովորես։ Նա խոսում է տեսիքով, նա խոսում է երազով, նա խոսում է մարգարեությամբ, նա խոսում է հայտնապես, նա խոսում է իր խոսքի միջոցով, Սուրբ Գրքի միջոցով։ Ուրեմն Աստվածաշունչ կարդալը այսօր այս պատվական ձևով մոտիկացի Աստվածաշունչին։ Իբրև թե պատկերացրա դուռը որ բացում ես, չեմ ասում որ դա այդպես է, բայց ոնց է մի հատ պաշտոնյայի սենյակ ուզում են մտնեն, դուռը խփում են, չեն բացում է, այդտեղ Հիսուսն ասում է ես եմ դուռը։ Ով որ այս դռնով մտնի եւ մի արոն կգտնի։ Հա? Աստվածաշունչը կազմը հենց նայում ես դուռն է, հատ բացի ու մտնի ներս, այնքան կիրակուր կգտնես հոգուտ համար։ Ու սկսի Սուրբ Գիրքը կարդալ։ Ասում ես ախր չեմ հասկանում։ Դե ուզես տարբերակով, յանում ինչ որ դու ուտում ես բաղադրությունը տես գիտես, ուղղակի վստահելով, որ ինչ որ ասենք սնդամթերք կամ մյուսը հատուկ գարանտիայի մեջ է իրանց տեխնոլոգիայով, չգիտեմ, մշակված կամ դեղը, որ դու խմես, այտենց ուժեղ հասկանում ես, թե դեղը խմար մեջ ինչ բաղադրություն կար։ Դու խմում ես, կարելի ասել ինչի՞ չէ, այն քո պարզ հավատքով, ու այդ դեղը անցնելով քո մեջ իր ֆունկցիան կատարում է։ Այսօր սենց հավատքը դարձակ Սատանան սենց միտքա բերում, հենց ուզում ես կարդաս սենց, այդ որ կարդում ես հասկանում ես, ասա չեմ հասկանում, բայց ես չեմ տես այդքան կարդում հասկանալու համար, ուղղակի սոված եմ, հաց եմ ուտում, սարավ եմ, ջուր եմ խմում, ամեն, ասում ես եմ հացը, ես եմ ջուրը, ով որ ուտի ու խմի, իր անձում հավիտենական կյանք ունենա։ Կարծում եմ չէ, սենց ոնց որ մեր վերաբերմունքը փոխվի Աստվածաշնչի նկատմամբ, ավելի որակը բարձրանա, էլի սենց, որ ոչ թե ուղղակի գիրք են կարդում պատմական մաս, այլ այստեղ սնունդ կա, գանձ կա, հա, գրվածք օրհնություններ կան։ Փառք Հիսուսին։ Ուրեմն էս էլ հիշեք, Եսայա 34-ի 16-ը. Որոնեցեք Տիրոջը գրկումը եւ կարդացեք, սորանցից մեկ հատը չի պակասիլ, մեկի մոտ իր ընկերը պակաս չի լինի, որովհետև նրա բերանն է հրամայել։ Ասո խոսքն ասա մեզ համար, փառք մեր ամենակարողին։ Ուրեմն սիրելիներ, եկեք շարժվենք առաջ, մտնում ենք Եզեկիել 2:8-ը, մի հետարքիր գրքի մասին բան կա ստեղ գրված, արդեն կարծես sense ապանցում ենք ստեղի գրառումները, որը կարա քո բաժինը իմաստունների, որ ամբարձությամբ չապրենք, Տիրոջը մերժելով չապրենք, եւ նույնը անխուսափելի է։ Մեկը չի կարող Աստծո դատաստանից խույս տա։ Մեծ ու փոքր մեռել, պետք է առաջ կանգնեն։ Իսկ մինչև այդ օրը գալը Աստված նախապես մեզ հայտնում է իր ճանապարհները սովորացնում է։ Դրա համար անհրաժեշտ է իմ պաշտամուն գալը Աստծո խոսքը լսելը, ամեն։ Եզեկիելի 2:8 Իրիկից էլ որոշ մաս կտամ, փորձենք ես շարժվենք։ Իսկ դու մարդի որդի, լսիր թե ես ինչ եմ ասում քեզ, ապստամբ մի լինիր։ Անկում կորորիս մարգարե։ Ապստամբով էր այս դրվագում Իսրայելի ժողովուրդ։ Ասում է գնա իրանց խոսի։ Լսեն, է խոսքը զանց անեն։ Դե կարդացեք երկրորդ, երրորդ բնույթները։ Աստված դաժե գիտի, որ պետք է մարգարեն խոսի, այդ խստապարանոց ժողովուրդը զանց անի, բանատեղ չդնի։ Բայց ասում է գնա խոսի, եթե չխոսես, քեզանից կպահանջեմ։ Ուրեմն այսօր վերցրեք այս Գեորգ ջան, Տերը օրհնի, այս ինձ տեղավորվեք։ Հիմա տեսեք կարևորությունը, դուք էլ ես սկզբունքով ապրեք։ Թեսաղոնիկայի առաջի Կորինթացից 15-ում առաքյալը, որ հավատքի զորության ճոխության մասին էր խոսում, ոչ թե երկրային երևույթային բաներն են, եթե մեկը Քրիստոսին այս կյանքի համար ունի, բոլորից էլ խղճալի է։
Աստված թողորդ ինձ ես ունենամ, ինչ էլ ունենաս, հետը չես տանել։ Ոչ էլ համար փրկագին ալնելու։ Քո փրկիչը Հիսուսն է եւ իր ավետարանը զորություն ունի քեզ փրկելու, հա, ամեն, ծրի այս ավետարանը։ Այնտեղ դες սկզբունքով ապրի։ Այս ավետարանով փրկվում են ու այս ավետարանն էլ քարոզում են։ Սա գիրքա, որ այսօր էլ դուք պետքա ուտեք։ Դեք հիմա ստեղ կտեսնեք առաջարկ կա գիրք ուտելու։ Եվ մենք փոխհարաբերական հասկանում ենք, սիրելիներ, նույնը Հիսուսից գայթակղվեցին, մինչև մարդու որդու մարմինը եւ այլունը չուտեք չխմեք, ասում ես մարդա դրան, կերի տեղա դրե մեզի։ Հենց սենց բառացի սենց էլ հասկացան, ասում գայթակղվում գնացին։ Բայց այսօր երբ որ դուք ընդունում եք հավատքի հետ մեկտեղ, հավատալը լավ բան է, բայց գործնականը երբ որ դուք ընդունում եք, ամեն, ընդունում եք ձեր սրտի մեջ, դա նշանակում է ուտել, եւ այդ ընդունելությունն է, որ ձեզ հնարավորություն է տալի Աստծո որդի կոչվել։ Ուտել նրան, մեկանալ նրա հետ, ամեն, փառք Հիսուսին։ Հիմա ասում է, իսկ դու մարդի որդի, լսիր, թե ես ինչ եմ ասում քեզ, ապստամբ մի լինիր այն ապստամբ տան պես, բայց բաց բերանդ եւ կեր ինչ որ ես տալիս եմ քեզ։ Այսօր հիմա դու այստեղ ես հավատում եմ սա ճշմարտություն ավետարանով է, եկել ես կերակուր ուտելու։ Գիտեք շատ անգամ ես դեմ չեմ գիտությանը, բայց ինքը կարա վտանգված լինի առանց սիրով։ Գիտությունը կհպարտացնի սերն է, որ շինություն է տալի։ Այսօր եթե գիտություն ի գիտություն մեզ սիրով լցենք։ Ճաշակեք տեսեք Տերը քաղցր է եւ միթե չեք ուզում հասկանալ, որ պտուղը ստեղ է։ Դու կարաս պտուղը մեզ, թե չէ։ Կարաս։ Ես որդն եմ, դուք ճյուղերը, պտուղը ճյուղի վրա է ձևավորում եւ օգու պտուղն է սեր։ Ու բաղադրյալ մասնականը, մոտ ասում ենք 9 պտուղ, բայց այդ գումարելին մեկ պտուղ է ներկայացնում, սեր։ Եթե դուք իրար հետ քաղցր խոսակ, պտուղա չէ, վարության վարվեք, չկամ, մեկը ասում է, խոսում ես հետ ոնց որ հանուր ազատատ, ինձ քաղցր անեն, իսկ եղել է, մարդը հետդ խոսում է, թու, կոպի, ասենք տան չտեկուս, երկևեցում, դա աշխատանքի բայր, ուտել չլինեմ էլ յար, ուտել դառնալ, անախորժելի զորովնել էջ կան էդ պատկից ուտես, չես կարող ուտես, բայց քո հոգում փափագելի է սիրո պտուղը, իր գործողության հետ մեկ չտեղ, ամեն, փառք մեր ամենակարողին ու միստեղ ասում է, և ես մտի կարի և ահա մի ձեր կար դեպի ինձ մեկնված և ահա նրանում մի գրքի տոմս։ Եվ նա տարածեց նրան իմ առաջին, և նա գրված էր առաջիցն ու ետևիցը, և նրա վրա գրված էին, հենց սրան եմ ուզում ուշադրությունը տվերեմ, նաև կտակա, որի մեջ գրված է, էսի շատ վատ է, եթե մարդիկ այս գրարման ներքո մնան։ Գրված էր ողբ և հառաչանք ու վայ։ Այս ասում է կեր էդ գիրքը։ Եվ ասեց ինձ մարդի որդի ինչ որ գտար կեր այս տոմսը և գնա խոսիր Իսրայելի տան հետ և ես բացեցի բերանս և նա ինձ ուտեցրեց այն տոմսը և ինձ ասեց մարդի որդի փորդ կերակրիր և ստամոքսդ լցրու այս տոմսովը որ ես քեզ եմ տալիս և ես կերա նրան և նա մեղրի պես քաղցր էր իմ բերանումը և նա ասեց մարդի որդի գնա մտի Իսրայելի տունը և խոսիր նրանց հետ իմ խոսքերով որովհետև դու դժվարիմաց և ծանրալեզու ժողովրդի մոտ չես ուղարկում այլ Իսրայելի տան մոտ ոչ թե դժվարիմաց և ծանրալեզու շատ ժողովուրդների մոտ որոնց խոսքերը դու չես հասկանում կարծես խոսա այլ ազգիների մոտ այստեղ շարունակությունը ես հետո կտանեմ հայտնության մեջ իմ հոգսը որն է որ կենտրոնացնեմ քեզ այս տոմսի վրա այս գրքի վրա հետո տեսնում ենք ասում է կեր բերանումը քաղցր ալնելու բայց փորումը դառն ալնելու
որտեղ այդ գրքի մեջ գրված է ողբ, հառաչանք եւ վայ։ Ուզում եմ հասկանաս այս ողբը, հառաչանքը, վայը ինչի հետևանքն է եւ ով կարա սրան ժառանգի։ Մեղքի հետևանքն է սիրելիս եւ ամբարիշտ կյանքը, որ այս կտակը խոսում է ամբարիշտի համար, դու ես ժառանգելու հավիտյանը սավիտենից, սկսած այս օրերից, քո երկրային կյանքի օրերից։ Քիչ հետո մենք տեսնելու ենք այս գիրքը հրաշալի կերպով սկսում է փոխվել։ Գիտեք, անգամ երկնքում, բայց այս մասը մի փոքր ուզում եմ բացատրեմ, ինձ սենց հասավ այս խոսքը, ինչի նկատում ես Աշոտ եւ վայր կամ ինչի է ողբ, հառաչանք եւ վայ։ Սիրելիներ, այս ողբը, հառաչանքը եւ վայը Ադամի ու Ադամի սերունդի համար է։ Առաջի Ադամի մեղանչական ընկած բնության համար է։ Բայց ինչի Աստված պետք է թույլ տա, որ այս ողբը, հառաչանքը, վայը մարդը այս շարանի, հա, այս դառնա մարդու բաժինը։ Արդարացի է, թե անարդար, հա, սենց մարդումը մեկ ասում են, եթե Աստված սիրող հայրախի է թույլ տալի, որ մարդիկ էտան, ախ, եթե հասկանայինք Աստծո սիրո գերազանցությունը, որ ինքը այնպես սիրեց, որ իրան միածինը, ինքը իրան տվեց, մարմնով եկած Աստվածը, ինքը իրան տվեց, որ մարդը այս չժառանգի ողբը, հառաչանքը եւ վայ։ Եթե ավելին ուզում եք իմանալ, Աստված որպես հայրը այս լրիվ թափեց Հիսուսի վրա, խաչի վրա մահանալու, որ այսօր մարդը ազատագրվի այս ողբից, վայից ու հառաչանքից, որի մեջ այսօր մարդիկ ապրում են, գիտեք, կարծես sense արտակնապես միշտ ցույց են տալի, թե ամեն ինչ լավ է իրանց կյանքում, ծիծաղում են, հա, sense ինչ-որ մրցակցություններ, չգիտեմ ինչ, բայց հոգու խորքում նստած իրանք այս ցավի մեջ են։ Սիրելիներ, ես հավատում եմ, ուզում եմ հավատացնեմ քեզ, առանց Հիսուսի կյանք չկա, կյանքը Հիսուսն է, որ մարդիկ Հիսուս չունեն ու ասում են կյանք եք ապրեմ, նախանձելի չեն։ Ասենք Աղմուս դեպ ճան իրանք, ինչ մենք ասապի Աղմուսը, ասում քիչ էր մնացեք հայթակրվեին, ինչի ասաչ, անբարիշների հաջողությունը տենալու, քույր ու կարճատեսությունն այսի խոսում, անհավատությունը, Աստծո հանդեպ անվստահությունը, հա, ուզում ասում ջան, ես այսքան քեզի եմ ծառայում, հավաքերի մեջ բողոքը, զուրասուն ծառայելը, գողերը, ավազակները ավելի բարեշենել են, լավ էլ ուտում են, լավ էլ մարսում են, ժողովուրդը տես բան չկա, քթներից է գալու, այդ որ իրանց թվում թե մարսում են, Աստված պահում է, որ փոխվեն, ապաշխարեն, բայց եթե չփոխվեն ու տենց էլ զարգում են իրանց Աստված մեր հետ է, այ մեր հետ է, ինչ ան 2 կոպեկ փող անգե ձեռները, գործերները հաջող բերա, մի հատ նես կփչի սատանան դրա մեջ, նենց սենց ավերմունքներ կկա, ցավը ավելի կշատանա, քան ստեն չունեցած չեղած վախտերը, որ մարդը չունեցնի գործնելու բաներ, չէ՞, սենց ուրեմն սիրելիներ, այս աշխարհը լավ բան չի տա մեզ, ինքը առաջարկում է հաճույք, վայել, սա շունցի են, մեջը սա թույն է, երիտասարդներ ջան, աշխարհը մեզի լավ բան չի տա, այս աշխարհի մոդան լավ բան չի տա, աշխարհի ճագերտավոր աստղերը ձեզի լավ բան չեն տա, մի վազեք դրանց հետևից, մի վազեք, մի գնացեք, աշխարհը անցնելու է, աշխարհի միջինը անցնելու է, աշխարհը հաշիվ պիտի տա արարչին, իր ամբողջ մեծից փոքրով հաշիվ պիտի տա արարչին, այսօր Աստված հնարավորություն է տալի, փոխես, նորից եմ ասում, մեր լեզվով ասված, քո ճակատագիրը, քո ճակատին միգուցե գրված էր, ողբ, հառաչանք ու վայ, այսօր թույլ թող Սուրբ Հոգին գրի, օրհնություն, վայել ու փառք, ամեն, փառք մեր ամենակարողին, սիրելիներ, սրա բացահայտողը, սրա պատճառը, որ մարդը առավել ևս դատվելու է, որովհետև եկեք մի հատ մտնենք Հռոմեացիների 7-րդ գլուխ, պատասխանը ես ընդերից եմ ուզում քեզ տամ, որտեղ շատ սենց մեզ անակնկալի բերող է, ինչի պետք է այս գիրքը ուտենք ու այդ գրքի մեջ, չէ որ այս գիրքը լավ բաներ ան մեզի խոստանում, չէ, հավատացյալ արդար քո համար ինքը կյանքի կերակուր է, բայց ամբարշտի համար կարա մահվան պատճառ, հա, ուրեմն տեսեք Հռոմեացիների 7-ում փորձում եմ ես գոնե սրա պատասխանը տամ ու առաջ շարժվենք։
Այդ ինչպես եղավ, որ հանկարծ այդպես բացահայտվավ իմ համար, որ ամեն մարդ այսօր հասկանա, արդ ինչ ասենք, օրենքը մեղք է, մեղք չի, չէ օրենքը, բայց դրա պատճառը, որ մարդիկ այսօր իրանց մեջ այդ ունենալու են, վիշտը, ցավը, տառապանքը, այդ բացահայտող ինքը օրենքն է, ինքս օրենք ուրեմն պետք է կյանքի համար էր, ես ինչ արեց իմ կյանք, հա, Քավլիցի, բայց ես մեղքը չէի գիտենալ, եթե ոչ օրենքով։ Եվ ցանկությունը չէի ճանաչել, եթե օրենքը չէր ասել, մի ցանկանար։ Դրա համար ասում եմ, մի սիրեք աշխարհը, ոչ էլ աշխարհի միջինը։ Եթե ցանկություն, թող ցանկությունը լինի դեպի Աստված։ Ամեն։ Գիտեք, չէ ցանկությունը յուրաքանչյուր մարդու մեջ ամենաթույլ օղակն է։ Շատ դեպքում մեկ հոգևոր իմաստով, որ ուզում եք հասկանալ կնոջ կարգավիճակը, տղամարդիկ միթե Տերը չի ասում, կինը թույլ օղակ է, իրանց հետ մեղ վերաբերվեք, որպես ձեր կյանքի գոյ Աստված տվել է ձեր որպես օղակից օգնական, բայց քույրիկներ ջան, որպես կին հասկացեք, Աստծո խոսքն ասում, դու թույլ օղակ ես, ու դու գիտեք, չես թույլ օղակը ինչպես ազդեցություն է թողում տղամարդու վրա։ Իմ ասածը պետք է անպայման անես։ Կինը շատ նման է այդ ցանկությանը, ցանկությունը շատ նման է այդ կնոջը։ Դրա համար կնոջը խոսք չի տրվում։ Քո առաջիկա եկած մտքին, որը կարա քո ցանկությունը լինի, դրան խոսք չի տրվում։ Խոսքը Աստծո հոգումն է։ Ամեն։ Իսկ այնպես խոսած կին եւ արու չկա, տղամարդ եւ հոգու մեջ, ամեն հոգեվոր մարմիններ են սուրբ հոգով լցված, ամեն, ընդեր երկնքում ասում արու եւ չկա։ Երկնային մարմին ալնելու։ Ուրեմն ստեղ մենք ուզում ենք խոսքը ճիշտ հասցեով դնենք, ցանկությունը ինքը թույլ օղակ է։ Եվ այսօր շատ իրանց այդ թույլ օղակի ցանկության գերին է դարձած։ Ասում եմ աղոթում եք ու չեք ստանում։ Չարե աղոթում։ Դեր ասում եմ, բուն ձեր ցանկությունները իրականացնելու համար եք ձեր աղոթներ անում։ Եսայա 58-ում ասում եմ, ծոմ ես պահում, ձեր բաղձանք օրը կատարելու համար եք այդ ծոմը պահում։ Ասում եմ, բայց ընկերի տեսած անպատվում ես, վիրավորում ես։ Մոտավոր սենց ասում, ուզում ասի, մարգարեն, քո պահած ծոմը քո գլխին կպնի, ասում եմ, բայց ի ծոմը որ դու պահում ես, սովասարակ նստել ես, վիզը քացել ես, քուրսն հագել ես, բայց քո ծառայակիցներին նեղում ես, կամ անդամին վիրավորում ես, այսօր շատ-շատերը քողն են առնում, չգիտեմ ինչ արտաքին բաներ են առնում, բայց իրական կյանքը չեն առնում։ Դա ավելի դատապարտելի է, որ դու հանձն առած Աստծո առաջ ուզում ես ցույց տաս, որ տես, Տեր ջան, կամ ոտներն են լվանում, բայց ընկերին բանատեղ չեն դնում։ Ավելի կդատապարտվեն, կեղծիկ կլնեսի, ավելի լավ կյանք ապրի, հա? Ավելի լավ խոնարհաբար ծառայի, սիրո գործերը ցուցաբերի, Աստծուն հաճելի եղի, ոչ թե մարդկանց աշխին հաճելի եղի, հա? Դրա համար սիրելիներ, տեսեք, հետարքիր այս ցանկությունի հետ կապված, որ մեզ այսօր շատ-շատերից մեր ցանկությունը կապրիզնի է դարձնում մեզ։ Պողոսը դրա համար ասում, քիչ ասում, Աստված որ չասեր մի սպանիր կամ մի գողացիր, մի շնացիր, ասում որ օրենքը չասեր մի ցանկանար։ Ցանկությունը բոլորի հետ համագործակցող թույլ օղակն է։ Ցանկությունն է, որ քեզ տանում է գողության, ցանկությունն է, որ, հա, հասկանում եք, չէ՞, ցանկությունը քեզ մեր չեզոք դիրքի մեջ է տանում։ Դու չգիտես, աշխարհից ես, թե եկեղեցուց ես։ Նիտրալ վիճակ է, ոնց որ են երկու Թուրքիայի, Հայաստանի սահմանը, փշալարով երկու կողմից, այն արանքը ավճարկ են, սալդատը անցնում դառնում է։ Ցանկությունը քեզ միջև է տանում, կայնացնում է, դու չես իմանում, ընդեղ ես, թե ընդեղ ես։ Քո զգացմունքների հետ է խաղում, մտքիդ հետ է խաղում, կամքիդ հետ է խաղում։ Դրա համար ասում եմ, եթե օրենքը չասեր մի ցանկանար, ուրեմն ուժովացեք, զորացեք Հիսուսի անունով, որ ուզում եք ես դրսի մարդուն սպանածնեք, հա, ազդեք իրա վրա, լցվեք Աստծո հոգով, ձեր ներսի մարդը հոգիները զորացրեք։ Ամեն։ Եթե թլպատված սրտի թլպատություն ունեցեք, սրբված ու առանձնացված եղեք Աստծո համար, որ ձեր հոգիները լցվի, դուք մարմնի ամեն մի ցանկությանը հակառակ կատարեք։ Առաջին գործով թևանցուկ մեղքի մեջ տանող հենց ցանկությունը։ Եթե ցանկանալ, Աստծուն ցանկանալ, բարի գործերին ցանկանալ։ Այսինքն ամեն բարի եւ լավ կողմը կա, եւ վատ կողմը կա։ Նորից ձեզ բացատրեմ, ատելությունը ինքը
ինքնին կարծես պրատիվնի է, չէ՞ սենց էս բառը էության, բայց ատելության լավ կողմներ կա, սիրելիներ, ատեք մեղքը, ատեք աշխարհը, հա, եթե ճիշտ սիրով, զորության, զգաստության հոգի ենք մենք արել, մենակ միամտության սերը չի, ինչ էլ սիրում ենք, մեղքն էլ ենք սիրում, աշխարհն էլ ենք սիրում, Աստծուն էլ ենք սիրում, սա ինչ ում հանդիպի սիրում ենք, չէ, զգաստ հասկանանք ցանկությունը ուր է մեզի տանում, այս ցանկությունը ունից է, ցանկությունը դրված հերիք չի, մի հատ քեզ ները քաշում է կեղտի ջրի մեջ, մի հատ էլ սենց կապրիզա դարձրել քեզի, ոտները դրել ես երկու մաշիկ, կռիվ ու վեճ ես բարձրացնել։ Ուրեմն ասում է, եթե օրենքը չէր ասել, մի ցանկանար, մեղքը առիթ առնելով պատվիրանքով է, ինձանում ամեն ցանկություն գործեց։ Այ օրենքը, ասում է հիմար ներած մի ամիտ ապրում էի։ Այս ինչի՞ս վախը երկյուղ եկավ իմ մեջ, ինչի՞ մի տեսակ սենց սարսուռ եկավ իմ մեջ։ Երեք առաջի բաժնի մեջ օգնում է Աստծո օրենքը։ Որտեղ մարդ օրենք չունի, խիղճն էլ շատերի Տիմոթեոսի մեջ ասում է խիղճները տաղված են։ Այդ չի հասկանում, մռուն ուտում, քաղցրն ուտում, միջում համի զգացողությունը կորցրել, ոնց որ կորոնային տարբերական է։ Կորցրեց մարդը ոչ քաղցրը գիտի, ոչ համը գիտի, ոչ կծուն գիտի, ու չի ման կծուն ստամոքսին վնասա, բայց ուտում է, դե չի մռմռում լեզուն, բերանը չի մռմռում, ուտում է, բայց այդ մա ստամոքսը բարյակալ։ Հասկանում եք սիրելիներ, իսկ ստեղ օրենքը Տիրոջից հատուկ է դրված, ոչ թե իբրև թե մարդը կատարի, Երանի թե կատարեր։ Ոչ մի մարմին չի կարող այս օրենքը կատարել, պատճառը դառնում ցավի, տառապանքի ու վայի, որտեղ տանում է դատապարտության։ Եվ ինքն է բացահայտում այս օրենքը մի ցանկանար, մի գողանար, մի շնանար, մի էսարա, մի հա, այսինքն ուզում եմ ասի, այս տեսակ մարդը դատապարտության ներքո է, եւ ինչա Հռոմեացիների մեջ ասում է, այս աշխարհի վրա Աստծո բարկությունը թափվում է ամբարիշների որքանց պատճառով։ Այնա տեսակ որն է պատճառը, բուն մեղքը, որը ունի հետևանքներ, շատ մեղքեր։ Բուն մեղքը քո մարդկային հին բնությունն է, հետևանքը ցանկությունից դրդված մեղքերն է, որ մարդիկ կատարում են։ Ահա։ Փորձենք ստեղ նայենք, որովհետև առանց օրենքի մեղքը մեռած է։ Մարդիկ մեռած, էթմեն դժոխք, հա, կույր, էթմեն դժոխք, ընդեղ են ուր արթնանալու, որ ես ինչ է լավ մեր հետ, բայց մինչև դժոխք հասնելը, մինչև ես գրքի միջի գրված ողբը, հառաչանքը, վայը իրանց վրա հասնելը, Տեր իր օրենքը տալիս է, համար մենք մարդկանց ասո օրենքներ ենք խոսում, որ օրենքով դասիրակվեն, մարդ իր մեղքը ճանաչի, որ հասկանա ինքը մեղավոր մարդ, ինքը կորուստ է տալու, Աստծո խոսքը այս տեսակ երևույթը դատապարտում է, եւ այս տեսակ ասում օրինակ գողերը մեղավորները ես երկնային արքայություն չեն մտնել։ Ճիշտ է։ Աստծո խոսքն ասում է, գրված է Սուրբ գրքում։ Հիմա ստեղ եւ ես առանց օրենքի մի ժամանակ կենթանի էի, բայց երբ որ պատվիրանքը եկավ, մեղքը կենթանացավ, իսկ ես մեռա։ Եվ այն պատվիրանքը, որ կյանքի համար էր, ինձ մահի պատճառ եղավ։ Օրենքը բացեց վիճակս, ես էլ գիտեի ինպես արդար մարդ չկա։ Ես էի ու վերջ, բայց հենց Աստծո օրենքին ենք բախվում, սիրելիներ, ճիշտ մեր հոգու հայրին է։ Մեր էությունը բացում դնում է մեր առաջին։ Այդ ժամանակ նոր հասկանում ես, որ դու կորսված մարդ ես, որ այս ձևով ապրես, քո բաժինը լինելու է ող, վայ, կորուստ, տանջանք ու